Ինչ է ակնարկում Հայաստանի վարչապետը, որ Ռուսաստանում ինքը նման է պաշտպանող փուշ չունեցող վարդի։ Փաշինյանի ռիլը Շատունովի այդ երգով է։ Հայաստանի վարչապետը Համբուրգից փորձություններով է հասել Մոսկվա։ Օդային տարածքի փակ լինելու պատճառով Փաշինյանի ինքնաթիռը գիշերը մոտ 1 ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով, վայրեջքի թույլտվության սպասելով։ Բայց այն այդպես էլ չի ստացել ու վայրեջք է կատարել Պետերբուրգում։ Առավոտյան է Փաշինյանը շարունակել իր ուղևորությունը եւ վերջապես հասել Մոսկվա։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Իդեպ, ԵԱՏՄ-ից դուրս գալ չգալու մասին հարցին պատասխանելով, Փաշինյանը դեռ Գերմանիայում է հայտարարել, ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չի։ Եվ մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետքա որոշում կայացնել։ Բայց այսօր այդ կետը չի։ Այսինքն այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ ԵԱՏՄ-ից դուրս գալը հիմա Փաշինյանի բառերով ճաշակային որոշման հարց է։ Եթե այսօր չկա այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի համար կայացնեն։ Երբ որ կգա այդ որոշումը կդառնա, որ եկել ենք հասել ենք այդ կետին, եւ պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք որոշումը։ Թե որն է այդ կետը, չի ասում Հայաստանի վարչապետը։ Ճիշտ հակառակը առաջ է տանում իր այն թեզը, ըստ որի պետք չէ նեղսրտել, եթե անգամ ԵՄ անդամ չդառնանք։ Ու ոչինչ, որ ՔՊ-ն իշխանության է եկել Հայաստանը Եվրոպա տանելու խոստումներով, վերջերս էլ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենք են ընդունել։ Եթե այդ պայմաններում մենք կդառնանք Եվրամիության անդամ, շատ լավ։ Եթե չենք դառնա, էլի շահած կլինենք, որովհետև կունենանք եվրոպական Եվրամիության ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն։ ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն քաղբանտարկյալներով։ Նիկոլ Դավաճան Գերմանիայից մինչև Ռուսաստան Հայաստանի վարչապետին դիմավորել են բողոքի ակցիաներով։ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ հավաքված մարդիկ կոչ են արել Հայաստանի իշխանությանը հրաժարվել հակասահմանադրական գործողություններից։ Ինչպես նաև ազատ արձակել բանտարկված հոգևորականներին ու գործարար Սամվել Կարապետյանին։ Իսկ ցույցին միացած հոգևորականները կոչ են արել Ռուսաստանաբնակ հայերին համախմբվել եւ ամուր կանգնել հայ առաքելական եկեղեցու ու հայրապետի կողքին։ Արփի Սուքեսյան, Անիղան Դիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։